Շնորհակալություն։ Բայց մինչև հարցը ձևակերպել է պարոն Ալեքսանյան, չեմ կարող չարձագանքել իբրև 15 տարվա գլխավոր խմբագիր եւ 20 տարվա լրագրողի կենսագրություն ունեցող մարդ։ Անկեղծ ասած, ձեր պահվածքը տարակուսելի էր այնքանով, որ դուք դեկտեմբերին կարծեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով ընդունել եք վարքականոն։ Հարգել ընդդիմադիրի խոսքը, հարգել ձեզ Ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում, եթե մենք չընտրվենք լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, այսօր դուք եք հարձակվում։ Հիմնված է իրական փաստերի վրա Նիկոլ Փաշինյանի ասում։ Պարոն Սերժի կառավարման։ Պարոն Ալեքսանյան, եկեք մեր կառավարության ծրագրի միջավայրում։ Խնդրեմ, հարցը։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս լրագրողների, նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք, ուղղակի ջանքերով, էլ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար, եւ այսօր լրագրողներին դուք կարողա չեք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս, որովհետեւ չի կարելի լրագրողներին թիրախավորել այս աստիճան ատելություն գեներացնել 4-րդ իշխանության նկատմամբ։ Հիմա հարցը նախարարի։ Եկեք դուք պարոն Քոչյան, ինձ մի խմբագրեք, ես քաղաքական գործիչ եմ, ես իմ ելույթը այո, լիստի օրակարգի օրակարգի ընթացքում լինում են փոխվեց, կրքերը հանդարտվեցին, հիմա ես կրքեր չեմ թեժացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ անհրաժեշտություն կա հետևել ձեր ընդունած նորմերին, ձեր վարքականոնի նորմերին եւ չվիրավորել ընդդիմադիրի խոսքը, չվիրավորել լրագրողներին ու լրատվական դաշտը։ Այսօր ինչ մեր երկիրը կա եւ գործում է եւ բոլոր հնարավոր, այսպես ասեմ, թաքուն բաները ի հայտ են գալիս լրագրողների շնորհիվ է։ Ընդ որում 24 ժամի աշխատանքի մի թիրախավորեք այս մարդկանց։ Իմ ասածը